Եվրամիությունը ավելի ու ավելի է վերածվում ռազմական դաշինքի, ինչը սպառնում է Ավստրիայի չեզո կարգավիճակին։ Եվրամիության տագնապալի փոփոխության մասին հայտնել է Ավստրիայի ԱԳՆ նախկին ղեկավար Կարին Կնայսլը։ Ավստրիայի համար երկընտրանքը իմ կարծիքով այժմ ոչ այնքան ՆԱՏՕ-ին միանալն է, այլ այն, ինչ մենք տեսնում ենք։ Եվրամիությունը առաջադեմ վերափոխվում է ռազմական դաշինքի, ասել է նախարարը։ Դիվանագետը հիշեցրել է, որ Վիեննան Եվրամիության անդամակցել է 1995 թվականին, երբ այն արդեն ձևավորվել էր որպես քաղաքական և պաշտպանական դաշինք, թեև անդամակցության հայտը ներկայացվել էր 1989 թվականին, երբ գոյություն ուներ միայն Եվրոպական տնտեսական ընկերակցություն։ Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման մշտական փոփոխությունները բացատրվում են նրանով, որ նրա համար միևնույն է, թե ինչպես կավարտվի հակամարտությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դաալդերը, փոխանցում է New York Times-ը։ Այս ամերիկյան ոլորանների շարժիչ ուժը նախագահի ցանկությունն է լինել նա, ով ավարտեց պատերազմը, ասել է նախկին դեսպանը։ Նրան չի հետաքրքրում, թե կոնկրետ ինչպես է այն ավարտվելու և ինչ հետևանքների է դա բերելու։ Կարևոր է միայն, որ այն ավարտվի և ամրապնդի նրա հավակնությունները խաղաղության Նոբելյան մրցանակի վերաբերյալ, եզրափակել է Դաալդերը։ Եվրոպական երկրները գտնվում են ագրեսիվ ռուսատյաց հիստերիայի մեջ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Եվրոպացիներն իսկապես նման ներքին հիստերիայի մեջ են, ռուսատյաց, ագրեսիվ և ռազմատենչ, ասել է Կրեմլի ներկայացուցիչը, պատասխանելով Բուրևեստնիկի փորձարկման մասին հարցին, որպես պատասխան ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից աճող տնտեսական ճնշմանը։ Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Բուրևեստնիկի միջուկային շարժիչով թևավոր հրթիռի փորձարկումները չեն փչացնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ Կրեմլի ներկայացուցիչը ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են նվազագույն մակարդակի վրա։ Նրա խոսքով նախանշվել են առաջին քայլերը հարաբերությունները թմրած վիճակից դուրս բերելու համար։ Եվրամիությունը կարող է անդամ երկրներին առաջարկել պլան B-ի շրջանակներում համատեղ պարտքի տեսքով տասնյակ միլիարդավոր եվրոներ ներգրավել Ուկրաինային փրկելու համար։ Այս մասին հայտնում է Politico-ն, վկայակոչելով իր աղբյուրները։ Նշվում է, նոր որոշումները մշակվում են այն բանից հետո, երբ Բելգիան խափանել է սառեցված ռուսական ակտիվները որպես Կիևին ֆինանսական աջակցություն օգտագործելու ծրագրերը։ Աղբյուրների խոսքով Ուկրաինային օգնության համար համատեղ պարտքի տարբերակը կներառվի փաստաթղթում, որը Եվրահանձնաժողովը առաջիկա շաբաթներին կներկայացնի ԵՄ մայրաքաղաքներին։ Փաստաթղթում կքննարկվի նաև Կիևի հետ փոխգործակցության ևս երկու տարբերակ՝ վերականգնողական վարկ կամ Ուկրաինային հետագա աջակցությունից հրաժարում։ Վերջինիս դիվանագետների խոսքով կաջակցի միայն Հունգարիան։ Մոսկվան հանդես է գալիս Ռուսաստանի և ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների միջև շփումների վերսկսման օգտին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Մենք վաղուց հանդես են գալիս մեր երկրների օրենսդիր մարմինների միջև շփումների վերականգնման օգտին։ Ռուսական կողմից համապատասխան տրամադրվածություն կա։ Մենք ողջունում ենք այն, որ որոշ ազդանշաններ են հայտվում նաև այն կողմից, սակայն դեռ որոշակի ճանապարհ կա անցնելու ազդանշանների և դրանց իրականացման միջև, ասել է դիվանագետը։ Միևնույն ժամանակ Ռյաբկովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է շփումների ցանկացած ձևաչափի, ներառյալ հանդիպումները երրորդ երկրներում, եթե դա ավելի հարմար է ամերիկյան կողմին։ Նա նաև հավելել է, որ խորհրդարանականների փոխադարձ ընդգրկման հարցերը քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է հաղթահարել։